Միգրացիայի ուսումնասիրություններով զբաղվողներին սովորաբար հետաքրքրում է 3 հիմնական հարց. ինչու են մարդիկ տեղափոխվում, ինչով է պայմանավորված միգրացիան, տեղափոխվողները, միգրանտները ինչպես են հարմարվում այդ հասարակությանը, նոր հասարակությանը, ուր գնացել են, եւ հետո այդ տեղափոխությունը ինչպես է փոխում միգրանտներին, հասարակությունները, թե ընդունող հասարակությունը եւ թե այն հասարակությունը, որից միգրանտները եկել են։ Սոցիոլոգիան ավելի շատ կենտրոնանում է այս վերջի 2 հատվածների վրա, 2 հարցերի վրա, եւ հատկապես երբ որ սկսվել է զարգանալ սոցիոլոգիայում միգրացիոն ուսումնասիրությունները, հենց միգրանտների այդ նոր հասարակությունում, նոր սոցիալական համակարգում հայտնվելու եւ այդտեղ ինտեգրվելու, հարմարվելու հարցը այդտեղից է սկսվել։ Եվ իհարկե շատ տրամաբանական է, որ սոցիոլոգիայում միգրացիա ուսումնասիրությունները ավելի շատ զարգացել են արևմտյան միգրանտ ընդունող երկրներում, որոնք հենց այդ հարցերն են հետաքրքրում, այս օտարները, նոր մարդիկ, որ եկան, հիմա ինչպես ենք մենք իրենց հետ միասին ապրելու, ինչպես են իրենք տեղ գտնելու հասարակության մեջ եւ ինչպես են ձուլվելու։ Ու գիտենք, որ ի սկզբանե շատ տարածված է եղել ամերիկյան հասարակության այդ ընկալումը melting pot-ի, ձուլող կաթսայի, ուր գալիս են տարբեր երկրներից, տարբեր մշակույթներից մարդիկ, ձուլվում են եւ դառնում են ամերիկացի։ Բայց ինչ որ պահ արդեն սա իրեն չէր արդարացնում եւ այդ պահը վերջերս չի եկել, 19-րդ դարի արդեն վերջից կասկածը այս melting pot-ի գաղափարի նկատմամբ ձևավորվեց ու դրան շատ նպաստեց նաև Չիկագոյի սոցիոլոգիական դպրոցը եւ հատկապես Ուիլյամ Թոմասի եւ Ֆլորյան Զնանյեցկու լայնածավալ հետազոտությունը։ Ի սկզբանե միգրացիայի ուսումնասիրության նախաձեռնողը Ուիլյամ Թոմսոնն էր, նա կրթությամբ գրականագետ էր ի սկզբանե, բայց հետո Չիկագոյում շարունակեց իր կրթությունը եւ ստացավ երկրորդ մասնագիտությունը սոցիոլոգիայի ոլորտում ու շատ ներգրաված էր հասարակական շարժումներում, կանանց հարցերում եւ քաղաքականության մեջ էր ներգրաված, ակտիվիզմի մեջ էր ներգրաված եւ որպես հետազոտող էր ակտիվ եւ իր գրքերից մեկը նվիրված է այդ գենդերային հարցերին, հա, Sex and Society կոչվում է։ Այս գիրքը հետո նկատեց մի էլի կանանց հարցերով ակտիվ զբաղվող մեկը եւ բիզնեսմեն կին էր եւ նաեւ հումանիստ Հելեն Քալվերը, ով համակրելով այս հետազոտությանը Ուիլյամ Թոմսոնի, նրան բավականին մեծ գումար հոնորար, այսպես ասած, առաջարկեց, որպեսզի նա կարողանա զբաղվել միգրացիայի ուսումնասիրություններով, որը այդ ժամանակ իրեն հետաքրքրում էր։ Եվ իր գաղափարը հարավից եկող տարբեր միգրանտների խմբերի ուսումնասիրությունն էր եւ դրա համեմատություն, հա, Ասիայից եւ Աֆրիկայից հիմնականում եկածների։ Բայց այդ ընթացքում ինչ-որ մի պահի նա հանդիպել էր արդեն Զնանյեցկուն եւ Զնանյեցկին ծագումով լեհ լինելով նրան համոզեց, որ հետազոտությունը կենտրոնացնի լեհական համայնքի ուսումնասիրության վրա։ Եվ նրանք սկսեցին զբաղվել բավականին երկարաժամկետ հետազոտություններ, երկար տարիներ տևեց եւ շատ մեծածավալ հետազոտություններ ու մեթոդական նորույթ ուներ, որովհետեւ կյանքի ուսումնասիրություններ, նամակագրության ուսումնասիրություններ, այդ երկար տևողության ընթացքում միգրանտների փորձառության փոփոխություններ, որտեղ երկար ժամանակ ունեին հետևելու այս նամակագրությանը եւ ընդհանրապես փորձառությունների փոփոխությանը եւ կապ այս նոր հասարակությունում նահանգներում գտնվող լեհերի եւ նրանց հայրենիքում մնացած հարազատների միջեւ։ Այս հետազոտությունը 5 հատորով հետո լույս տեսավ 1918-ից 20 թվականների ընթացքում, բայց շատ դժվարություններով լույս տեսավ, որովհետև 2 հատորի հրատարակությունից հետո Ուիլյամ Թոմասին ձերբակալեցին, մեղադրելով մեր հիմիկվա լեզվով ասած թրաֆիքինգի մեջ, իսկ այն ժամանակ ձևակերպել էին, որ անօրինական կերպով միգրանտներ են ներգրավում
Միացյալ Նահանգներ եւ հետո զբաղվում են նրանց այսպես ասում են ներգրավում են անբարո գործունեության մեջ։ Սա մեծ քաշքշուկի տեղիք տվեց, նրա գործունեության վրա մեծ սահմանափակումներ առաջացան, Ֆլորյան Զնանեցկին վերադարձավ Լեհաստան ինչ-որ ժամանակով, ամեն դեպքում թեև ընդհատվեց հետազոտության այդ հրապարակումը, ինչ-որ պահից հետո նորից վերականգնվեց եւ շարունակվեց եւ այս բոլոր խոչընդոտներով հանդերձ, որ ավելի շատ պայմանավորված էր Ուիլյամ Թոմասի այդ քաղաքական ակտիվիստական գործունեության հետ, այս հետազոտությունը եւ այս հրապարակումները շատ մեծ ազդեցություն ունեցան թե միգրացիայի ուսումնասիրությունների վրա եւ թե ընդհանրապես սոցիոլոգիայի այդ Չիկագոյի դպրոցի սոցիոլոգիական մտքի զարգացման վրա, Եվ ինչումն էր այս փոփոխությունը, որ ի տարբերություն մինչ այդ շատ տարածված քանակական ստատիստիկ համընդհանրացնող հետազոտությունների, որոնք որ բոլորին այդ դիտարկում էին մի չափանիշով եւ բաժանում էին ուղղակի սոցիալական որոշ խավերի, այստեղ հեղինակները Թոմասը եւ Զնանեցկին այդ համայնքային կյանքի առանձնահատկությունների մասին սկսեցին խոսալ եւ անձնական կապերի ու ընտանեկան հարաբերությունների մասին եւ ի տարբերություն այդ տարածված melting pot-ի նրանք սկսեցին սկզբից Չիկագոյի տարածքում, հետո իմիգրացիայի այլ մեծ քաղաքների տարածքում տեսնել այդ տարբեր էթնիկ խմբերի այս մշակութային բազմազանությունը եւ ամեն մեկի համայնքային կյանքը եւ համեմատություն էր արվում այդ համայնք եւ հասարակություն երևույթների մեջ, ինչպես է համայնք տիպի տարածքից, գյուղից միգրանտը գալիս եւ փորձում իր ուրույն պատկերացումներով հարմարվել լիովին տարբեր սոցիալական միջավայրի, որը ավելի ինդուստրիալ միջավայր էր։ Եվ փաստորեն այստեղից արդեն այս փոփոխությունը եղավ եւ այս փոփոխությունից հետո զարգացումը էլի ինչ-որ փուլերով շարունակվեց։ Փաստորեն այստեղից սկսեց արդեն այդ ինտեգրացիա եւ ներգրավման, incorporation-ի գաղափարը եւ ոչ թե ձուլման, ասիմիլյացիայի, որը տարբեր ճյուղեր տվեց։ Այդ ճյուղերի մեջ սկսվեց առանձնանալ այդ սեգմենտացված ասիմիլյացիայի գաղափարը, որը շարունակություններ այդ ինտեգրացիայի եւ էթնիկ անկլավների ձևավորման գաղափարի, Երբ որ մարդիկ հարցականի տակ դրեցին ինտեգրումը ընդհանուր հասարակությանը եւ վեր բարձրացավ այն հարցը, թե ինտեգրվել ում կամ ինտեգրվել ինչին, Եվ իսկապես մենք էլ մեր առօրյայում տեսնում ենք, որ շատ դժվար է ինչ-որ մարդուն համարել լիովին ինտեգրված ամբողջ հասարակությանը։ Ես էլ ինչ-որ պահերի կասկածում եմ, ես ինտեգրված եմ Հայաստանի հասարակությանը, հայկական հասարակությանը, թե ես ուղղակի ինտեգրված եմ ինչ-որ մի փոքր խմբի։ Կամ ինչ-որ պահերի մարդը նույնիսկ զգում է, որ ավելի շատ կապեր ունի լրիվ այլ երկրում բնակվող իր նույն մասնագիտությունը կիսող եւ նույն հետաքրքրությունը ունեցող այդ օտարերկրացու հետ, քան նույն երկրում նույն մշակույթը կարծես թե ունեցող եւ նույն լեզվով խոսող լրիվ այլ հետաքրքրություններ ունեցող խմբերի հետ։ Եվ ահա այս հարցադրումներն էին եւ դրանց հետ կապված սոցիալական տարբեր խնդիրներ, որ մարդկանց ուշադրությունը, հետազոտողների ուշադրությունը կենտրոնացրեց էթնիկ անկլավների կամ էթնիկ նիշաների կամ էթնիկ սոցիալական ցանցերի վրա։ Ու այս ինչ-որ հատկանիշով առանձնացվող սեգմենտի առօրյան եւ այդ սեգմենտում ներգրավվածությունը հատուկ ուշադրություն ստացավ։ Սոցիալական ցանցերի հետազոտությունները առանձին շատ հետաքրքիր են միգրացիոն ուսումնասիրություններում եւ մոտեցումը սրանց տարբեր է, կարող ենք երկու առանձին ճյուղ առանձնացնել,
մի խումբը, որը այս ցանցը տեսնում է որպես sense կլանող ցանց, որ իր մեջ է ներառում միգրանտին եւ ապահովում է տարբեր անհրաժեշտություններով, աշխատանքի մասին ինֆորմացիայով, հենց աշխատանքով, կեցության նախնական պայմաններով, բայց այս sense ինչ որ կլանող հատկանիշ է ունենում, որից հետո դժվար է դուրս գալը։ Եվ մենք էլ մեր հետազոտության կամ մեր այդ դիտարկումների ընթացքում նրանք, ովքեր եղել են օրինակ նահանգներում եւ ծանոթ են Գլենդելի համայնքին, ունենում են այդ տպավորությունը, որ Գլենդելի հայ համայնքը ներառում է, այսինքն կլանում է նոր այնտեղ եկած միգրանտին, շատ հարցերում օգնում է էլի այդ նախնական տեղեկատվությունը տրամադրելով, օգնելով հաղթահարել դժվարությունները, որին նորեկը բախվում է, բայց միևնույն ժամանակ մարդը, որ ինտեգրվում է այս համայնքի մեջ, այդ իր կոմֆորտը վերագտնում է զբաղվածությունը եւ զբաղվածությունը հաճախ լինում է հենց համերկրացիների շրջանում, մնում է գանված այս համայնքին ու ստացվում է, որ նա ապրում է Միացյալ Նահանգներում եւ ինտեգրված է այդ երկրին, բայց ինտեգրված է այնքանով, որքանով այդ փոքր սոցիալական կամ էթնիկ նիշայի մեջ իր տեղն է զբաղեցնում։ Մյուս մոտեցումը սոցիալական ցանցերին այն է, որ դրանք ճանապարհներ են բացում, ոչ թե կլանում են իրենց մեջ, այլ ընդհակառակը նոր ուղիներ են բացում։ Եվ մարդը այդ կապերը, ինչ է ցանցը, տարբեր ուղիների, ճանապարհների կամ տարբեր գծերի հատում։ Եվ այս հատումները նոր ճանապարհներ են բացում։ Ու էլի կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալի, որ միգրանտը, երբ որ լքում է իր երկիրը, նա միանգամից չի գնում միտեղ եւ մնում այդ միտեղը։ Նա իր ընկերների, ծանոթների միջոցով տարբեր փորձառություններ է ունենում մի երկիր գնալու, հետո դրանից հետո ուրիշ տեղ տեղափոխվելու։ Ու սա հենց Թոմասի եւ Զնանյեցկու հետազոտության մեջ մենք եւս տեսնում ենք, որ միգրանտները, որոնք լքում են Լեհաստանը, մինչեւ նահանգներ հասնելը եվրոպական տարբեր երկրներում են լինում։ Հետագայում մենք էլի կանադառնանք այս ճամփորդող միգրանտներին։ Փաստորեն այս ցանցերի գաղափարը եւ էթնիկ անկլավի կամ էթնիկ նիշայի մեջ ներգրավելու գաղափարը իր առանձնահատկությունն է բերում այս ինտեգրացիայի հետազոտություններին եւ հիմնահարցերին։ Սա էլի այսպես չի մնում, փոխվում է, ինչ որ պահից հետո առաջ է գալիս այդ նոր ասիմիլյացիայի տեսությունը կամ սեգմենտացված ասիմիլյացիայի տեսությունը, որը պրոբլեմիզացնում է այս ողջ հասարակության մեջ ներգրավելու խնդիրը եւ հետազոտողները սկսում են խոսել մի խավի մասին, որը բախվում է աշխատանք գտնելու դժվարության հետ եւ ի վերջո դառնում է հատկապես այդ միգրանտների երկրորդ սերունդը, իմիգրանտների երեխաները ինչ որ մարգինալ խումբ են ձևավորում մի կողմից տեսնելով այդ դժվարությունը հաջողության հասնելու նոր երկրում եւ մյուս կողմից չուզենալով իրենց ծնողների ցածր վարձատրվող եւ փոքր հմտություններ պահանջող աշխատանքը անելուց այսպես ասած ինտեգրվում են այս rainbow underclass-ին, որը այդ երիտասարդների խումբն է, որոնք որ մարգինալացնում են իրենց տարբեր արվարձաններում, սկսում են այդ երիտասարդական կամ նույնիսկ գանգստերական խմբավորումների մեջ մտնել եւ իրենց ենթամշակույթները կամ ինչ-որ տեղ նաև կոնտրմշակույթները ստեղծեն։ Ահա սրանք են հիմնական մոտեցումները, որոնք սոցիոլոգիայում անդրադառնում են միգրացիայի խնդրին եւ դիտարկում են միգրացիոն փորձառությունները նոր հասարակությունում։ Ինչ որ փուլից սա էլի փոխվում է եւ ոչ թե վերանում է այս մոտեցումը եւ գալիս է նորը, այլ սա համալրվում է այն գլոբալ մոտեցմամբ, որ մեր հասարակությունը մի ազգ պետության ներսում սահմանափակված հասարակություն չի, այլ մի գլոբալ այդ համայնքի, գլոբալ հասարակության, տրանսնացիոնալ այդ տարածքի մի մասն է։
Եվ այստեղ այդ առաջ են գալիս տրանսնացիոնալիստական մոտեցումները, որոնք անհատին համարում են կամ միգրանտին համարում են ոչ թե ամրացված մի հասարակությանը, նրա խնդիրը տեսնում են ոչ թե այդ հասարակության մեջ ինչ որ ձևով ինտեգրվելու, այլ հետաքրքրվում են, սկսում են ուսումնասիրել նրանց այդ անհատների, իմիգրանտների կեցությամբ մի քանի հասարակություններում եւ այդ մի քանի հասարակությունների խաչմերուկում գտնվելով։ Այստեղ ուզում եմ չմոռանանք մեր հիմնական հարցադրումը եւ ելի այս ամբողջը ընդհանրացնենք մեր ի սկզբանե հնչեցված հարցով, թե յուրաքանչյուր գիտություն ինչպես է ձևակերպում այդ տեղափոխվողներին, տեղը եւ տեղափոխությունը։ Ու փաստորեն այստեղ մենք տեսնում ենք, որ տեղափոխվողները սոցիալական background կամ սոցիալական հատկանիշներ ունեցող անհատներ են, որոշակի սոցիալական ցանցերի մեջ ներգրաված, որոնք պահպանելով այդ ցանցերի մեջ ներգրավությունը մի երկրում տեղափոխվում են ուրիշ երկիր այս ցանցերով հանդերձ եւ սենց մխրճվում են կամ ներգրավում են այլ սոցիալական ցանցերի մեջ ու տեղափոխությունը էլի ոչ թե դիսկրետ է լինում, էլի մի տեղից մարդը արմատախիտ է լինում եւ արմատները գցում ուրիշ տեղ, այլ պարզապես այդ սոցիալական տարածքը ընդլայնում է եւ սկսում է ավելի մեծ սոցիալական դաշտ զբաղեցնել։